Ես միշտ համատում եմ հունիսի ընտրությունները որպես նոր Սարդարաբադ, ինչու որտեղ Սարդարաբադում 1918-ին թուրքական բանակը մի խնդիր էր դրել, որպեսզի այս տարածքում հայ չլինի, չստացվեց այդ, և այդ չստացվելը մեր ժողովրդի հավաքական կամքի, մեր նվիրյալ զավակների, մեր դաշնակիցների միջոցով այդ հաղթանակը մենք կերտեցինք 18-ին։ Հիմա նույն Սարդարաբադն է, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նույն խնդիրն են դրել։ Այս տարածքում հայը պետք է չապրի։ Այդ սեպը թուրքական աշխարհի մեջ խրված իրենք պետք է հանեն։ Ուղղակի գործիքակազմն է փոխել։ Եթե 1918-ին գետնի վրա պատերազմում էր, հիմա փափուկ ուժի միջոցով, աշճանաբար ճնշումներով կորզել իրենց ցանկալի իրավիճակներ օրվա իշխանություններին, որտեղ օրվա իշխանությունները կոլաբորանտ իշխանություններ են, որոնք կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Ուղղակի ժամանակի խնդիր է ըստ Ադրբեջանի Թուրքիայի այս տարածքում հայը մնալը։ Եվ հետաբար այս տարվա հունիսի 7-ը ինքը Սարդարաբադ է, նոր Սարդարաբադ է։ Եվ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ եթե ինքը ճակատում չի, ինքը դասալիք է։ Եթե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, ով ընտրելու իրավունք ունի, ինքը ընտրատեղամասում չի, ինքը դասալիք է։ Հիմա տեսականորեն պատկերացնենք, եթե մեր քաղաքացիները 60, 70, 80% գնում են ընտրատեղամասերին չկարծում չալնել։ Ձեզ վստահաբար ասեմ, մի ժամ հետո Փաշինյանը հայտնվելու է թիվ 1 բորտում, Միքնաթիռում, ընտանիքով ու ճողոպրելու է։ Առանց սպասելու արդյունքների, որտեղ ինքը հրաշալի գիտի 70-80% քաղաքացիների ընտրությունը ինքը պոտենցիալ իր ձայները պահող քաղաքացիներ են։ Այսինքն հետընտրական գործընթացներում Փաշինյանը վստահաբար փորձի անգամ ուժ կիրառել, ինքը պատժվել է տեղում։ 20 թվից հետո 44 օրից հետո ասում են, տեսեք ինչքան խաղաղություն է, մի տարի խաղաղություն է եւ 23 թվի սեպտեմբերի 19-ը չէ Արցախում եղավ։ Սուտ են ասում, իրենք ով է, որ այստեղ որոշեն պատերազմ լինելու է, թե չի լինելու։ Իրենք իրենց տան մեջ որոշում չեն կարող կայացնել։ Իրենց կեսը կարգին թարս նայի, իրենք գիտեն իրենց տեղը, իրենք չեն կարող եւ Հայաստանում օրվա իշխանությունները չեն որոշում, այստեղ պատերազմ լինելու է, թե չէ։ Ալիևը հոխորտում է, ասում է, տեսնեմ, եթե Հայաստանում միլիտարիզացիա գնաց, նույն պահին ես դեմը առնելու եմ։ Ուժով։ Դու մի հատ ծղրտան էստեղից, չեմ ասում խոսեն, ծղրտան պատե անկյունից երկու բառ արձագանքեն Ալիևին, չկա չէ, վախերը բռնած է այդ մարդկանց, հիմա խնդիրն է, որ հունիսի 7-ին այդ մարդկանց վախերը մեր ժողովուրդը բռնի, ու թեման դրանով կփակվի, ձեզ վստահեցնում եմ, 70-80% մասնակցություն, Փաշինյանը արդյունքների ամփոփմանն չի սպասի, հիշեք խոսքս, ինքնաթիռում արդեն օդում կլինի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։